Եղրելու եք դուք։ Իհարկե։ Աթոյանին։ Դու ծանոթանամ կորոշեմ։ Որ չեմ որոշել անորոշ վիճակի մեջ չեմ կարող ոչինչ ասել։ Ներողություն դուք աստիկ թոշակառու եք, հիմա Փաշինյանը պտտվում է քաղաքում ու բոլորին ասում է դե 10,000 դրամով բարձրացրել։ 10,000 դրամի չեն տալիս, Ազիզ ջան, կարակ ասեք։ 10,000 դրամը 10 կոպեկ է։ Նո ինձ հետ ավելացնում է, պակասացնում ինձ հետաքրքիր չի ինչ անեմ, ինչ չանեմ։ Ես նեղ աշխատում եմ, ես բավարարված եմ, ես պրոստոստե ժողովրդին եմ խղճում, մեղք են, որ նայում ես ոչ մեկի դեմքին ժպիտ չկա, մանավանդ մեծահասակների։ Տխուր, Կարակն են ցույց տալի ֆեստիվալներ, երկպար, ասում են էտա տաշտամբլի մեջ են։ հա, տաշտամբլ չկա, մարդը ժպիտով ժպտում է, բայց սիրտը պետք է ուրախ լինի, թե չէ։ Այդ կեղծ ժպիտը հեռվից հեռու երևում է։ Լիաթոք ժպիտ չէ։ Այսինքն դուք ոնց որ Փաշինյանն է պնդում, չեք զգում, որ Հայաստանը դրա Սկզբից որ եկավ, այնպես ուրախացա, վայ ասեցի, այդ մեր ժողովրդի վիճակը մի փոքր կբարելավի։ Բայց կարծիքս սխալ էր։ ինչից փոխվեց ձեր կարծիքը։ Ոչ մի բան այդքան զոհերը, այդքան հողերի հանձնումը Արցախը, մեկ էլ հիմա էլ այս գենոցիդը չեն ուզում ճանաչեն, դա ձանգլրիվ շատ ծանր հարցեր են։ Այսինքն այդ տված 10,000 դրամը առողջության ապահովագրությունը չի փակ։ Դե անի հիմա մեծահասակներին ձրի արե ստենդ են դնում, եսի ինչ են դնում, այդ ու վար են հետում էլ իրանք չեն հասկանում թե ձրին ինչ է նշանակում։ Այդ ինձ կարող եմ, ես տենց եմ հասկանում։ Բարձր, շնորհակալ եմ։ Խնդրեմ։